պարոն Եղոյանին։ Շնորհակալ եմ գործընկերներ։ Ցավոք սրտի համաձայն եմ ընդդիմության անդամներից մի քանիսի հետ։ Ինչ որ ձևով, իրենց ձևով կարծում են, թե ոմանք ովքեր քաղաքականության մեջ խաղ բանտարկյալներ են, դա իրենց տեսակետով ինչ-որ առումով ճիշտ է, որովհետև նրանց քաղաքական տեսակետները հատել են իրական օրենսգրքի կարմիր գիծը, միգուցե սա այլ բանավեճ է, օրենսդրական կամ դատական, ինչ է տեղի ունենում, եթե քաղաքական տեսակետները անցնում են քրեականի սահմանը, միգուցե պետք է լինի մեկ այլ դատական կամ օրենսդիր համակարգ, որը կասի, որ ոչ քրեական է կամ քրեական չէ, եթե եպիսկոպոսը ասում է դետար կանության տապալում, ինչ անենք, Պարոն Մամիջանյանի ներկայացած Բնակչությունը սպառնում է խաղաղ ցուցարարներին ատրճանակով, իսկ 7.5 տարի անց դատապարտում է հենց այդ գործողության համար, որ ավտորիտար ռեժիմում այդպիսի գործընթացը կտևեր 7.5 տարի։ 7.5 տարի դատավորները քննարկում են, թե ինչպես է նա սպառնացել խաղաղ ցուցարարներին, բայց իհարկե չենք գնա այսպիսի բանավեճի, որովհետև ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի շարք տվյալներ, ոչ թե մեզանից, ոչ թե ընդդիմությունից, այլ միջազգային մամուլի ազատություն։ Հայաստանը որտեղ է հիմա միջազգայինների համաձայն 34-րդ տեղում է գրողներ առանց սահմանների 180 երկրներից 34-րդն է մամուլի ազատության մակարդակով 9 ԵՄ անդամներից առաջ ենք տպավորիչ է թվում նաև ինձ համեմատենք 2017 թվականի հետ վերջին տարին ներկայիս ընդդիմությունը եւ որ իշխանության էր Հայաստանը 79-րդ տեղում էր 45 տեղով տարբերություն Ժողովրդավարության ինդեքս 111-ից 111-րդ տեղից 2017-ի իջել ենք 82-րդ տեղ 165 երկրներից 29 մակարդակով առաջ խաղացում 7 տարիների ընթացքում կարծում այս լավարկում է եւ պետք է դրանով հպարտանանք իհարկե մենք ավելի լավը չենք քան Նորվեգիա, Շվեդիա, բայց լավագույնն է երբևիցե մեր երկրի համար եւ հետեւաբար սա թերագնահատելը արդար չի լինի Freedom House ազատություն 2017-ից հետո 6 կետով ենք լավարկվել 68-ից 74 ԵՄ անդամ երկիր Իտալիան 75, Ֆրանսիա 76, Գերմանիա 77 կետ համեմատության համար այն ժամանակ երբ որ նույն ցանդրակով այն իջնում էր 14 շարունակական տարիներ վերջինը Սերգեյ Transparency International կոռուպցիայի ընկալման ինդեքս 2017 թիվից ի վեր մենք 107-ից լավարկվել ենք 63-րդ տեղ 44 միավորով լավարկում առաջ ենք 5 ԵՄ անդամ պետությունից հետևաբար ինչ ենք քննարկում այստեղ Իմ գործընկերներ խոսում երբ որ ասում են թե պատարկվել է մենք լավարկում ենք իրավիճակը առնվազն ավելի լավ քան 7 տարի առաջ Կատվությունը որը ցանկանում էի ձեզ ներկայացնել էլի կան տվյալներ բայց ժամանակային սահմանափակությունը հաշվի առնելով այստեղ կան